ընկերներին տեղեկացնեմ, որ ժամանակին մենք այս նախագծի կողմ ենք քվեարկել ու կողմ քվեարկելը պայմանավորված է եղել նրանով, որ մենք որոշել ենք համայնքային գույքը վաճառել, որպեսզի այդ գումարը ներդրվի տարբեր սուբվենցիոն ու ավելի մեծամասշտաբ ծրագրեր իրականացնելու համար։ Գիտենք, որ Գյումրու բյուջեն շատ փոքր է եւ այդ բյուջեով հնարավոր չէ լայնամասշտաբ ծրագրեր իրականացնել ու միայն կառավարության ներդրումն էլ քիչ է, համայնքը նույնպես պիտի մասնակցի, որպեսզի սուբվենցիոն հայտերը հաստատվեն ու մենք այդ մոտեցումն ենք որդեգրել եւ նաեւ ժամանակին մենք նաեւ ներդրող կար, ով պատրաստ էր այնտեղ հիվանդանոց հիմնել, կարծում եմ հիմա էլ այդ ներդրողը նույնն է, բայց այնտեղ իրենց ներկայացրած ծրագիրը բոլորովին էլ արժանահավատ չէր, այն թվերը, այն սարքավորումները, որ իրենք ներկայացրել էին, ամեն դեպքում մեզ համար այսպես հույս չներշնչեցին, որ դա հնարավոր է առաջիկա տարիների ընթացքում տեղի ունենա, բայց մասով կարծում եմ պիտի շատ խորը մտածել, հասկանալ, որ մենք եթե գույքը որևէ մեկ ներդրող ենք տալիս, արդյոք այդ ներդրողը որոշակի ժամանակահատվածում կկարողանա պատշաճ վերանորոգում իրականացնել, կկարողանա նաև համայնքին որոշ մասնաբաժին հատկացնել։ Ես նաև չեմ ուզում այն փորձը շարունակենք, երբ ինչ-ինչ ճանապարհներով եւ ինչ-ինչ մեխանիզմերով համայնքային գույքը օտարվել է եւ հետո հայտնվել է այս կամ այն մարդկանց ձեռքին, բայց նաեւ ողջունում եմ պարոն Ղուկասյան ձեր մտածումով, որ դուք ուզում եք համայնքային գույքը հետ վերադարձնել, ես նաեւ ձեզ առաջարկում եմ հետ վերադարձրեք նաեւ դատարանի նախնի շենքը, հետ վերադարձրեք համայնքին նաեւ կենտրոնական զբոսայգու այն հողակտորները, որոնք օտարվել են եւ հետո ամբերտ ընկերությանն են օտարվել եւ հետո տարբեր սխեմաների, այսպես նվիրատվությունների տեսքով ամեն դեպքում դարձել են ձեր եւ ձեր ընտանիքի սեփականությունը, կարծում եմ լավ նախաձեռնություն է եւ եթե դուք նաեւ համայնքին վերադարձնեք այդ եւ այլ գույքեր, սա նաեւ լավ օրինակ կլինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր ամենատարբեր սխեմաների միջոցով համայնքային գույքը օտարել են եւ դարձել են այդ համայնքային գույքի սեփականատերերը։ Ապրե, ինչ լավ հարց բարձրացրեց, ինչ սպասում էի, ես նա կպատասխանեմ։ Ուրեմն նախ այդ կազմակերպությունը, որ ասում եք, թե մենք ենք կազմակերպել, մենք ենք օտարել ենք, ուզեցել ենք օտարել ենք գույքը, Սպիտակ հիվանդանոցը, եւ այդ կազմակերպությունը հիմա չկա, կա այդ կազմակերպությունը չկա, չէ, որ հույս չի ներշնչել, որ ինքը հիվանդանոց կդարձնի եւ դրա համար մնացել է, հա։ Ես կարող եմ ասել ով էր եկել եւ փորձում եք ներդրել։ Վերջ չէ, հիմա չեղա, չի ստացվել, չէ, հա, բարի, լավ, դա թողնենք։ Ուրեմն կենտրոնական զբոսայգի, դա Թումո կենտրոնին է տված, մոտավորապես արդեն 10 տարի։ Իսկ երբ որ դուք հլը, չգիտեմ, որ թիվն եք։ 86։ Դուք որ 2 տարեկան եք 88 թվականին երկրաշարժը եղավ, այդ կենտրոնական զբոսայգին մենք մեր եղբայրներով, այ բոլորը գիտեն այս քաղաքի, հավանական է քո ծնողներն եք գիտեն, ուրեմն այդ այգին պահել ենք մենք, այդ այգին, որ չկդրադվի ծառերից, ընդուպ այդտեղ մենք պալատկա ենք դրել ու պահել ենք այդ այգին, իսկ քաղաքի բոլոր այգիները կդրադվեց ու վերացավ։ Ինչ մնում է հողը տրված է Թումո կենտրոնին, այ կարող եք դուք ասել Թումո կենտրոնը ով է, որ սեփականաշնորհել է քաղաքի թատրոնը, հանրապետության առաջին թատրոնի շենքը առանց գումարների։ Կարող եք դուք հետաքրքրվել մանկավարժական ինստիտուտը, ով է սեփականաշնորհել 22 թվականին։ Դուք կարող եք ասել ջրմուղի 44%-ը ինչի համար են էստերի, դու հավանական է դուք եք եղել այդ ժամանակներ, չգիտեմ ձեր ֆիլմը եղել, որ տվել եք ջրմուղին ու կառավարությանը։ Եվ այդպես շարունակական բաղնիցները, Դադախազության կողքի շենքը, KGB-ի շենքով բանով, այդ մեկ, այգին այդպես պահվել է մինչև այսօր։ Իսկ ինչ մնում է դատարանի շենքը եւ նմանատիպ շենքերը, ուրեմն օտարվել է մարդկանց, որոնք սկսել են կառուցապատում անել։ Քաղաքում կան նմանատիպ շենքեր, որ հիմա փլվում են ու տեր ու տիրական չկա։ Երկրաշարժից հետո 37 տարի անց է պետական ոչ մի ուրեմն լումա չի ներդրվել նմանատիպ շենքերի վերականգմանն ու կառուցմանը։ Այն ժամանակ ուրեմն այդ շենքը, որ այդտեղ կա, նկարները հաջորդ անգամ կամ եթե հիմա կա ցույց կտան, թե ինչ վիճակի մեջ է եղել, ու հետո ես քաղաքապետ չեմ եղել, այդ շենքը գնել է, հասկանալի է, եւ մենք փրկել ենք այդ շենքի կյանքը։
Հիմա նմանատիպ շենքեր քաղաքում կա, տասնյակ, հարյուրավոր, եկեք Սլավոդկա, Ձորի մայրի թաղամասերը կտեսնենք, թե ինչքան այդպիսի շենքեր կա անդելու դուրս, ու այսօր եկուց կփլվի։ Այգու համար ասեցի քեզ, որ դա մեզ չի պատկանում, ուղղակի 10 հեկտարը 6 հեկտար է, որից 5.5 հեկտարը պատկանում է Թումո կենտրոնին, իսկ Սայաթնովա այգին էլ եթե շատ ուզում ես իմանալ, Սայաթնովայի հետևի հողերը մենք դարձրել ենք այգի, դիմացի վարսակալությամբ վերցրած հողը, որ դատի եք տվել խայտառակ վիճակի մեջ եղած, որ մարդիկ կողքից չէին կարող անցնել, բանկերից գումարները տրվել է, հսկայական մի գեղեցիկ կառույց է սարքվել, սեփականությունն էլ դարձրել է ժողովրդի, ուրեմն այգի, որ մարդիկ զբոսնեն։ Աղջիկ ջան, մի քիչ ավելի պատմությունը լավ նայ ու խորացի տես, որ մենք ավելի քաղաքին ավելի շատ բան ենք արել, քան թե այդպես, որ դու չարական ձևով ինձ բան ես ասում էլի, ներկայացնում ես, այս հարցը հետ կապչում է։ Մնացածն է ոնց կուզեք ասեք։ Ասա։ Կասյան ներողություն եմ խնդրում, բայց եկեք գնահատական չտանք, ես հավաքական անդամ եմ եւ օրենքով սահմանված իմ լիազորություններն եմ իրականացնում։ Ես էլ նույնությամբ հիշեցնում եմ ձեզ դուր չգա եւ դա նորմալ է։ Ոչինչ։ Ես միշտ եմ խոսելու, նախկինում եմ խոսել, հիմա եմ խոսելու եւ ես ուղիղ իմ լիազորություններն եմ իրականացնում եւ նաեւ խնդրում եմ ու պահանջում եմ, որպեսզի դուք լոյալ լինեք իմ խոսքի նկատմամբ։ Իսկ ինչ վերաբերում է բոլոր դեպքերին, ոչ մեկի համար գաղտնիք չի, որ դատական հայց է։ Ես իհարկե հանդիպող բոլոր մարդկանց անմեղության կանխավարկածով հույս եմ հայտնում, որ դատարանը համապատասխան որոշումներ կայացնի, այն մարդիկ, ովքեր ապօրինի ճանապարհով համայնքային գույք են օտարել, իրենք կամովի կամ դատարանի որոշմամբ այդ գույքը հետ է վերադարձնելու համայնքին, որովհետև այդ ճանապարհ պարզապես չի լինելու։ Այո, բայց շատերի մուրազներ փորը կմնա, ոչինչ, հանգիստ դեպի, մենք չենք բռնանում։ Մենք շատ լավ փոխոսքեր ընդունում ենք, դա քո լիազորություններ է, կարող ես ասել, բայց հարցը դրա հետ հեչ կապ չունի։ Ոչինչ, հարց չկա։ Ինչ կարող եք ասել, մենք կպատասխանենք, բա եկել ենք պատասխանելու։ Ես շատ ուրախ եմ, որ նմանատիպ հարց եք բարձրացնում եւ ես էլ այսպես բարձրաձայն ասեցի, թե ինչից ինչ է եղել, ով ինչ է վերցրել, ով ինչ է անելու, մի խոսքով թող խանութությունը լսի ու տեսնի ավելի լավ կլինի։ Շնորհակալություն։ Այլ հարցեր։